Բարև ձեզ։ Անցած շաբաթը նշանավորվեց նրանով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճիշտ է առանձին, բայց հայտարարեցին, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ համաձայնեցված է եւ պատրաստ է ստորագրման։ Հայ-ադրբեջանական այս համաձայնությունը ողջունեցին կարծես թե բոլորը, Միացյալ Նահանգներից մինչև Եվրոպա, տարածաշրջանի երկրներից մինչև Վատիկան։ Իդեպ Հռոմի Պապը եւս դուրս գալով հիվանդանոցից, դուրս կրվելով հիվանդանոցից, պատշգամբից ողջունելով ներկայներին, հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Բոլորը ողջունում են, բոլորը հույս են հայտնում, բայց Ադրբեջանը չի շտապում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ։ Իր վերջին հարցազրույցում Հայաստանի Հանրապետության վարչապետը եւս հայտարարեց, որ ունենք փաստաթուղթ, որը եւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է եւ հետեւաբար հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի ստորագրումը։ Հիմա ես հարցնեմ, իսկ ուր է գործընթացի հաջորդ ստորագրման փուլը, միթե չի գալու։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, եւ մենք հայտարարելիս, որ համաձայնեցված է խաղաղության համաձայնագրի տեքստը, հայտարարեցինք զուգահեռաբար նաեւ, որ պատրաստ ենք քննարկելու այն ստորագրելու տեղի եւ ժամի օրվա հետ կապված հարցերը։ Եվ այս ուրեմն հարցադրումը մնաց անպատասխան եւ մենք էլ տրամադրված ենք, ինչպես հայտարարել ենք, ամենասեղմ ժամկետում ստորագրել արդեն իսկ երկուստեք համաձայնեցված տեքստը։ Ադրբեջանի կողմից լսում ենք, թե պատասխանը սուտ հաղորդագրություններն էին այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետությունը խախտում է հրադադարի ռեժիմը, թե իբր կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այո, եղան նաև նման հայտարարություններ, սակայն դրա հետ կապված Եվրամիության դիտորդները հայտարարություն տարածեցին, որ շփման գծում չկա անսովոր ակտիվություն, բառացի չեմ հիշում, բայց հերքեցին Ադրբեջանի հայտարարությունները եւ նաեւ մենք մեր կողմից եւս մեկ անգամ վարչապետը, ինչպես հիշում եք, ասաց, որ նաեւ խիստ հանձնարարական կա շատ խստորեն հայկական կողմից պահելու այս հրադադարի ռեժիմը։ Չկա պատասխան, ասացի, որովհետև մեզ չեղավ պատասխան, որ այսինչ օրը, այսինչ ժամկետում կամ չենք ստորագրում, կամ վաղն ենք ստորագրում, կամ պատրաստ ենք քննարկել ժամկետները եւ տեղը։ Բայց նրանք էլ հայտարարեցին, առաջինը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է։ Այսինքն Եվ հետո նաև, ինչպես գիտեք, մենք էլ ձեզ հետ հավասարապես լսում ենք տարբեր նախապայմանների մասին, որին կարծում եմ առաջիկայում կարող ենք հարցերով անդրադառնալ։ Եվ ուրեմն ինչ տրամաբանությամբ են գործում Ադրբեջանը եւ Հայաստանը։ Մեր տրամաբանությունը շատ թափանցիկ է, մենք հայտարարում ենք դրա մասին, մենք ձևական չենք մտել այս գործընթացի մեջ, մենք ուզում ենք ունենալ խաղաղության վավերացված համաձայնագիր եւ իրականում խաղաղություն եւ դրա համար տեսնում ենք այս ուրեմն գործողությունների հաջորդականությունը եւ բնականաբար պատրաստ ենք ստորագրման։ Ադրբեջանի ինչպիսի տրամաբանության է մտել այս գործընթացի մեջ, սա կարծում եմ ես չեմ կարող քննարկել եւ պատասխանել Ադրբեջանի ուղղված հարցին, բայց մենք հույս ունենք, որ առաջիկայում Ադրբեջանը կարձագանքի ոչ միայն Հայաստանի հարցադրումներին եւ պատրաստակամությանը, այլև ողջ միջազգային հանրությանը, ինչպես նշեցինք, շուրջ 5 տասնյակից ավել երկրներ ողջունել են այս գործընթացը եւ սեղմ ժամկետներում այն վավերացնելու կոչով են հանդես եկել նշեցիք երկրներ, ես ուզում եմ ավելացնել նաեւ միջազգային կառույցներ, ուզում եմ ավելացնել այս ցանկին Եվրամիության հայտարարությունը, ՀԱՊԿ-ի հայտարարությունը, ՆԱՏՕ-ի հայտարարությունը, այսինքն այո, ողջ աշխարհը համախմբված է Հայաստանի շուրջ եւ հայտարարում է, որ իր հնարավորությունների ողջ ներուժը կարող է կներդնի, որպեսզի այս գործընթացը իր ուրեմն վերջնարդյունքին հասնի։ Վերադառնալով տրամաբանության մասին իմ հարցին,
Ես փորձագիտական շրջանակներից ավելի շատ այսպես ընդդիմադիր հայացքներ ունեցող փորձագիտական շրջանակներից այսպիսի տեսակետ եմ նաև լսել, ավելի ճիշտ կարդացել, որ այս գործընթացում Հայաստանը շարունակաբար ցույց է տվել, որ ինքը պատրաստ է զիջումների, զիջում է եւ ասում է վերջ, ես զիջեցի, վերջացրի, հիմա արդեն պետք է ստորագրել։ Ադրբեջանն ասում է ոչ, համաձայնագրի մասով զիջեցիք, վերջացրիք, բայց լիքը կետեր կան, որոնք պետք է կատարեք։ Ես ինքս լսել եմ, անկեղծ ասած, այդ նույն տրամաբանությունը որոշ հանրույթի կողմից, բայց իմ անհամաձայնությունը հայտնեմ, որ Հայաստանը չի զիջում, երկու կողմերը փոխզիջում են, որովհետև այո, բանակցությունների սեղանին կողմերը նստում են իրենց առավելագույն ցանկություններով եւ հնարավորություններով, մաքսիմալ ուրեմն ցանկություններով եւ փոխզիջելով գալիս են կանգնում են մի կետին, որը երկու կողմերի համար ընդունելի է, բայց բնականաբար իրենց ցանկալի այն մաքսիմալը չէ եւ հենց դրա համար է այդ բանակցությունները, այդ երկար շուրջ 4 տարի process-ները։ Դրա համար ես սա զիջում չեմ համարում Հայաստանի կողմից, ես սա ուղիղ անվանում եմ փոխզիջումներ եւ նաեւ մեր համաձայնագրի բոլոր 17 կետերը վերաբերում են երկու կողմերին։ Իբրև այդ պայմանագրին ծանոթ մարդ վստահեցնում եմ, որ չկա պայմանագրում գետ 1 կետ, որը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետությանը, միայն Ադրբեջանի Հանրապետությանը։ Բոլոր կետերը սկսվում են կողմերը, պարտավոր են կողմերը, պետք է կողմերը, երկու երկրներին է վերաբերում։ Եվ եթե ինչ-որ մի դրույթ խաղաղության համաձայնագրից համարենք Հայաստանի կողմից զիջում, պետք է հավասարապես համարենք Ադրբեջանի կողմից զիջում։ Եթե մի կետ համարենք Հայաստանի կողմից ձեռքբերում, նույն չափով դա ձեռքբերում պետք է համարել նաև Ադրբեջանի համար։ Վերջին երկու կետերի հարցում համաձայնության կալը որն էր մեր ձեռքբերումը, որն էր Ադրբեջանի զիջումը կամ հակառակը։ Երբ որ ասում ենք, որ համաձայնեցինք այն ձևակերպումների, որոնք իրենք էին ուժի տեղակայում սահմանի երկայնքով, չէ՞, ենթադրենք։ Սա հավասարապես վերաբերում է նաև Ադրբեջանին։ Բոլորը այստեղ տեսնում են ուղիղ Եվրամիության մասին, այո, Եվրամիության դիտորդների մասին պահանջ։ Համաձայնագրում չկա Եվրամիություն բառը եւ կա երրորդ կողմ, եւ դա դիցուկ կարող է վերաբերել ցանկացած երրորդ կողմին, որը, բնականաբար ոչ Հայաստանն է, ոչ Ադրբեջանն է, եւ ուղիղ վերաբերում է սահմանի երկայնքին, այստեղ բան չի, բառախաղ չենք անում, ուղիղ հասկանում ենք այն, ինչ ուղիղ գրված է։ Դատական հայցերի ետ քաշումը։ Ներողություն, այս Եվրամիության դիտորդների ասում է, եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության եւ կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք եւ նախընտրեինք միջանկյալ գործոնը։ Հիմա հարց է առաջանում, թե արդյոք մենք ավելի ուժեղ, ավելի հուսալի գործոն ենք ստանում խաղաղության պայմանագրով, քան թե այն միջանկյալ գործոնն է Եվրամիության դիտորդների տեսքով, որ մենք այսօր ունենք սահմանին։ Պետք է հարցը սկսել, եթե վերաբերում է Եվրամիության դիտորդներին, ապա այսպես է պետք է ձևակերպում սկսել, որպեսզի նաև չհերքեմ իմ նախորդ ձևակերպումը, որը ուղիղ փաստաթղթից է։ Այո, Եվրամիության դիտորդները տեղակայվել են խաղաղությունը մեր սահմանին, կայունությունը ապահովելու համար։ Եթե մենք ունենք ավելի մեծ երաշխիք, իսկ այն ուղիղ հանձնառությունն է, հա, ըստ կետերի տարածքային ամբողջականությունն ընդունել, ուժի կիրառումից ուրեմն զերծ մնալ, ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալ եւ այլ 17 շատ կարևոր կետեր հանձնառություն են վերցնում կողմերը, ապա հավելյալ ես այդպես ձևակերպում տալ, հա, անվտանգության բարձիկի դերակատարումն այստեղ մեծ հաշվով արդեն դառնում է շատ երկրորդային, որովհետև գերնպատակն ունենալն է խաղաղության երաշխիք ուղիղ այն կողմից, որտեղից որ մենք ամեն օր սպասում ենք ագրեսիայի։ Վստահության այս մակարդակի պայմաններում, երբ որ Ադրբեջանը բաց տեքստով հայտարարում է, որ չի վստահում Հայաստանին, եւ բնականաբար մենք էլ չենք վստահում։ Ահա, դա եմ ուզում ասել։ Եթե լինի վստահությունը,
շատ բարենպաստ միջավայրը, պարարտ հողը եւ չլինի խնդիր, ինչի համար է պետք խաղաղության համաձայնագիրը։ Համաձայնագիրը պետք է, որովհետեւ թղթով, ստորագրությամբ, վավերացմամբ, պարտավորություններ վրան վերցնելը պետք է, որովհետեւ առանց այդ գրավոր համաձայնության երկու երկրներ միասին չեն կարողանում խաղաղ գոյակցել։ Դրա համար կան տարբեր պատճառներ եւ պատմական ճշնամանք, չգիտեմ, հա, հազար ու մի հարցեր։ Դրա համար դրա կարիքը կա։ Այսինքն եթե լիներ այն ձեր ասած եւ այս օրերի ընթացքում հնչող բոլոր բարենպաստ, հա, միջավայրերը չէր լինի խաղաղության համաձայնագրի կնքումը։ Եկեք Վրաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքենք։ Կասեք ինչի համար։ Մենք ինչ ունենք, ռազմավարական գործընկերներ ենք, շատ լավ համագործակցում ենք, բաց սահմաններով, դիվանագիտական հարաբերություններ ունենք, ինչի համար կնքենք խաղաղության պայմանագիր, վստահում ենք իրար։ Այն կողմի հետ ենք կնքում, որի հետ ունենք խնդիր։ Իսկ Եվրամիության դիտորդներին նեղություն չտալ ասվածը ինչ է նշանակում։ Նրանց հանել Հայաստանից սահմանից, հայ-ադրբեջանական սահմանից, թե այլ գործառույթներ կան, տրամադրել նրանց, այսպես տարբեր բաներ է խոսվում։ Ես չեմ ուզում վարչապետի խոսքերը մեկնաբանել, որովհետև ավելի լավ մեկնաբանել, քան վարչապետն է մեկնաբանում, այնց հիմարություն կլինի հանձն առնել նման բան դերակատարում։ Ինչևէ, եթե վավերացվի համաձայնագիրը Աստծո կամոք եւ մենք ունենանք երաշխավորված խաղաղություն, ապա Եվրամիության հետ դիտորդների հետ մեր համագործակցությունը միանշանակ շարունակականություն, հա, բանակցությունների արդյունքում մենք կգտնենք եւ ինչպես գիտեք, նաեւ մենք շարունակում ենք խորացնել մեր հարաբերությունները նաեւ Եվրամիության հետ եւ վստահաբար կգտնենք մենք շարունակականություն, բայց ուզում եմ ասել, որ միանշանակ չեն այն հողումները, որը անում են այս երրորդ ուժերի բացառման դրույթի մասին խոսելիս։ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու մասին ասացիք, ես հիշեցի, որ Եվրամիության ինտեգրման հանձնաժողովը, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում արդեն հավանության արժանացել է եւ օրենքի նախագիծը վաղը մեկնարկելիք նիստում արդեն օրակարգում պիտի լինի, դրա մասին էլ կխոսենք, բայց քանի որ մենք սկսեցինք արդեն խոսել հայ-ադրբեջանական այն հարցերի մասին, որոնք վարչապետի բառապաշարով ասած կան քննարկելի եւ ոչ քննարկելի հարցեր, քննարկելիներից մեկը այդ Եվրամիության դիտորդներն էին կամ երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայությունը երկու երկրների տարածքում, հաջորդը վերաբերում էր ԵԱԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Քննարկելի եւ ոչ քննարկելի հարցերի շուրջ ես ինչքանով հիշում եմ վարչապետը խոսում էր կապված այսպես ասած Ադրբեջանի նախապայմանների մասին, հա, խոսելիս եւ ԵԱԿ Մինսկի խմբի գործառույթը մեծ հաշվով սա ոչ պատերազմական, այլ դիվանագիտական ճանապարհով մեր հարաբերությունների օրինակ կարգավորումն է եւ սակայն մենք տեսնում ենք, որ ԵԱԿ Մինսկի խումբը 3 չի, չէ, ստեղծվել ձևաչափը ոչ, շատ վաղուց է։ Իսկ ուր է ԵԱԿ Մինսկի խումբը այս շատ խառը ժամանակաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի համար ԵԱԿ Մինսկի խումբը չէին շփվում միմյանց հետ։ Երեք կողմերը միմյանց հետ չէին շփվում, չէին խոսում եւ դա սկսվեց հենց ուրեմն ռուս-ուկրաինական պատերազմից եւ երեք համանախագահները, երկրները իրենք էլ տարբեր շրջաններում հայտարարել են, որ չի գործում ԵԱԿ Մինսկի խումբը։ Սա ֆորմալ բան է, որ մնացել է եւ մեծ հաշվով դրա հետ կապված ինչ որ մի բան չես քանդում եղած բանն են քանդում։ Այստեղ չեղած բանը, որը փաստում են նաեւ այդ կողմերը։ Վարչապետն ասում է ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի հարց է։ Ինչու է քննարկելի, որովհետև մենք գնում ենք խաղաղության, իսկ մենք գնում ենք խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Տեսական հարթության մեջ իհարկե գնում ենք խաղաղության եւ կազմակերպ կառույց, որը պետք է զբաղվեր այդ հակամարտության լուծմամբ, այսինքն խաղաղության, այդ արդիականությունը կորցնում է, բայց արդյոք սրանով մենք մեր խաղաքարտերից մեկն էլ չենք նվիրաբերում այն իմաստով, որ
այդ ԵԱԿ Մինսկի խումբը ի վերջո ամբողջ այդ պատմության մեջ նաև Ադրբեջանի հանցագործությունների պահպանության վայրն է եւ մենք չենք հնարավորություն տալիս ջնջել դա։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններց։ Իշաստեմ սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ, վերջին հարցս ԵԱԿ Մինսկի խումբը լուծարելու նպատակահարմարության մասին է։ Դուք ասացիք, որ այն ժառանգությունը, որը արձանագրումները, որը ունի բանակցային պատմությունը, իր ներբերանքներով, դրանք արձանագրված են եւ սա չի նշանակում, որ մի համանախագահի օրինակ հայտարարությունը, համանախագահների միասին հայտարարությունները, որոշակի արձանագրումներ shift delete են անում եւ ասում ենք, չէ, sense բան չի եղել։ Սա չի էլի, բովանդակությունը մնում է բովանդակություն, արձանագրումները մնում են արձանագրումներ եւ ես ձեզ ասեմ ավելին, մենք 3 երկրների հետ էլ այս ողջ ընթացքում, երբ որ համանախագահությունը չէր շփվում միմյանց հետ եւ գործառույթը չէին իրականացնում, մենք այս ողջ ընթացքում համանախագահ 3 երկրների հետ ունեցել ենք սերտ հարաբերություններ, քննարկումներ, նաեւ այս կոնֆլիկտի հետ կապված, երկկողմ ձևաչափով հանդիպումներ եւ արձանագրումներ։ Եվ ամբողջ խնդիրն է նա եղել, որ միասին նրանք այն գործառույթը, որի համար ստեղծվել են, չեն իրականացրել։ Սա է ամբողջը։ Քանի որ խոսեցինք ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությունից, պիտի հիշեմ նաև, որ օրերս Ալիևներ մեկնել օկուպացված Արցախ եւ այնտեղ անդրադառնալով ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ասում էր, թե այդ համանախագահությունը աջակցում էր, պաշտպանում էր Հայաստանին, դե մի կողմ թողնենք նրա այդ ներքին մղումը, որ տեսեք ես ինչքան խիզախ առաջնորդ եմ, որ դեմ դուրս եկա միջուկային 3 գերտերություններին եւ հաղթեցի եւ այլն, բայց մենք նման բաներին պիտի արձագանքենք, կարծում եք այս փուլում, թե պետք չի արձագանքել։ Ի վերջո, եթե ասում եք, թե պաշտպանում էին, մենք էլ կարող ենք ասել, չէ՞ որ ԵԱԿ Մինսկի խումբը երբևէ չի պաշտպանել, ավելի եղել են դեպքեր, երբ որ Ադրբեջանը ինքն է ռազմական գործողություններ ցանցազրկել Հայաստանի տարածքին եւ ԵԱԿ Մինսկի խումբը հասցեական չի դատապարտել այդ գործողությունները եւ այլն։ Ես հիմա կարող եմ համաձայնել ձեր ասածների հետ եւ կրկնել այն, ինչ նախորդ հարցերի շրջանակում ասել եմ արդեն, դրա համար ավելորդ եմ համարում, Ադրբեջանի միակողմանի հայտարարությունները ուղղված իր ներքին լսարանին, իր համախոհ կողմերին կամ ընդդիմախոսներին, դրանք իր անձնական հայտարարություններն են, մենք էլ նմանատիպ բազմաթիվ հայտարարություններ կարող ենք անել, բայց սրանից բնույթը, իրականությունը եւ փաստերը չեն փոխվում։ Լավ, եթե ոչ ԵԱԿ Մինսկի խումբ, ապա միջնորդ կամ երաշխավոր մեզ պետք է, թե պետք չի։ Մենք սրան բազմաթիվ անգամ պատասխանել ենք եւ մշտապես ունենալով երաշխավոր մեր հարաբերությունների մեջ մենք արձանագրել ենք, որ սա չաշխատող մեխանիզմ է եւ որովհետեւ մենք մեր ամենակարևոր համաձայնությունները ունեցել ենք երկկողմ բանակցությունների արդյունքում։ Դրանց օրինակները բազմաթիվ են գերիների վերադարձից մինչև սահմանազատման իրականացված գործընթաց, կանոնակարգի վավերացում եւ հիմա էլ այս փաստաթղթի շուրջ, տեքստի շուրջ համաձայնություն։ Մենք նաև տեսել ենք, որ մշտապես ունենալով երաշխավոր կողմ, սա եւ Հայաստանի Հանրապետության համար եմ ասում, եւ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասով եմ ասում, մենք երբ որ անհրաժեշտությունը եղել է, այդ երաշխավորը չի կատարել իր գործառույթները։ Այսինքն այսօր աշխարհում, այն էլ այսօրվա աշխարհում չկա այն միջազգային ոստիկանը, այսպես ասած, որը կարող է ճիշտ ու սխալ անել, որը կարող է որոշել եւ հետեւաբար մեր հույսը մենք ենք եւ մենք նաև դրա ապացույցները, ինչպես ասացի, ունենք, մենք ունենք նաև ամուր հիմքեր, դա մեր սուվերենությունն է հիմնավորված,
եւ մեր հույսը մենք դնում ենք այն փաստերի վրա, որոնք ապահով են, այլ ոչ թե երկրների վրա կամ ինչ որ կառույցների վրա, որոնք վաղը մյուսօրը երբ որ կլինի անհրաժեշտությունը, որ հայտարարություն կամ գործողություն կատարի, խուսափող հայտարարություններով հանդես կգա եւ էլի նորություն ասած չեմ լինի, որ ցանկացած միջնորդ կողմ ներառվում է գործընթացում սեփական շահ ունենալու համար։ Ինչ վերաբերում է աջակցություններին, մենք հիմա էլ տարբեր կողմերից եւ Եվրամիությունից եւ երկրներից տարբեր մենք ստանում ենք այնպիսի աջակցական խոսքեր, որոնք նաև պատրաստակամություն են ներառում այս գործընթացում երկու երկրներին, հա, աջակցելու առումով կլինի փորձագիտական աջակցություն, կլինի ռուսական հայտարարությունները եւ մենք ռուսական կողմից հայտարարությունը եւ մենք շնորհակալ ենք բոլոր երկրներին, որ հայտնում են իրենց աջակցությունը ի վերջո մեր այս երկկողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերվածը ֆիքսելու համար։ Վարչապետն էլ էր ասում, որ մենք ունենք երաշխավոր եւ տեսակ, այսինքն մեր տառապանքը եւ ասում է Հայաստանի անվտանգության մեկ երաշխավոր կա, դա ինքը Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է ապրել հարևանների միջավայրում առանց արտաքին օգնության եւ միջամտության։ Մի քիչ, բայց այդուամենայնիվ այդ փաստարկները ընդունելով հանդերձ քիչ ռիսկային չէ միջազգային ներկա իրողությունների պայմաններում, երբ որ առաջին պլան է մղվում ուժի գործոնը, իսկ այս պարագայում առանց ուժեղ միջնորդի կամ երաշխավորի շատ բարդ է ապրել այս հարևանների։ Մենք ունեցել ենք շատ տարածաշրջանում ամենահզոր երկրներից մեկի աջակցությունը եւ միջնորդությունը տարբեր իրադարձությունների ժամանակ եւ դա չի աշխատել։ Եվ այսօր, երբ որ աշխարհակարգը փլվում է մեր աչքի առաջ, նորից քավորներ բերել երկու հարևանների հարաբերություններին, սա կարծում եմ այնքան էլ ճիշտ չէ։ Եվ մենք նաև պատրաստվում ենք, նաև խաղաղության համաձայնագրով դա ֆիքսել ենք, հետագայում նաև պարարթող նախապատրաստել, որպեսզի մեր եւ մեր հարևանի հետ հարաբերություններում անհրաժեշտություն չլինի անգամ երրորդ կողմի, հա, ցանկացած երրորդ կողմի ամենաթեթև քավորության։ Մենք կարողանում ենք միմյանց հետ խոսել եւ պետք է սրա վրա շեշտադրումն անել։ Իհարկե բարդ է, իհարկե մյուս կողմից նույն պատրաստակամությունը մենք չենք տեսնում եւ չենք կարող մեզ այտենց բաներով, լավագույն երազներով, հա, պարուրել եւ նստել։ Մենք դրա համար բազմաթիվ գործողություններ ենք անում, բայց այն դաշնարդյունքը, որին մենք ուզում ենք հասնել, սա շատ կարևոր է եւ մեր այսօրվա գործողությունները չեն բերելու նրան, որ ենթադրենք վաղը մենք ունենանք այնպիսի հարաբերություններ Ադրբեջանի քաղաքացիների հետ, ինչպես ունենք մեր ուրեմն վրացի, հա, քաղաքացիների հետ։ Տեսեք, մի բան է, սա նրա համար է, որ հետագայում մեր երեխաները, միգուցե մեր թոռները չունենան այն ճակատագիրը, որն ունեցան 2000-ականներին թվականին ծնված երիտասարդները։ Այսինքն անհրաժեշտ չլինի պատերազմել, այլ փորձել տարբեր շահերի համատեղմամբ, տարբեր ուրեմն հնարավորություններով համագործակցել եւ դրանից միայն շահել, ոչ թե կյանքեր էլի կորսվել։ Եվ ինձ մեկ-մեկ ասում են ոնց եք պատկերացնում, որ այսօր երեք մեր եղբորը, մեր ծնողին սպանածի հետ մենք բան անենք, հարևանություն անենք։ Ես հասկանում եմ այս հոգեբանական պահը, սակայն այնպես պետք է անենք, որ հետագայում մենք այսօր պարարտ հող նախապատրաստող ենք եւ մենք այնպես պետք է անենք, որ հետագայում այդ խնդիրը չլինի։ Այսօր մենք որ օրինակ ենք բերում եվրոպական, հա, երկրներում շրջագայելիս, երբ որ մի սահմանից մյուսն է անցնում, երբ որ մի սրճարանը կարող է լինել 3 երկրների, հա, այդ հատման կետում սահմանային եւ միաժամանակ դու կանգնելով գտնվես միանգամից 2 օրինակ, հա, երկրում, այս երկրները ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին կատաղի մենամարտում էին իրար հետ եւ այսօր եկել են այդ փուլին են հասել։ Մենք այդ փուլին կհասնենք
10 տարի հետո, թե 100 տարի հետո մենք այսօր պարտավորված ենք ամեն ինչ անելու, որ վաղը ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի անցման կետին եւս նայեն ուրեմն զուտ հիշելով, որ ժամանակին այստեղ եղել է շատ վատ իրադարձություններ, բայց երկրները կամք են ցուցաբերել եւ դրա համար գործողություններ են արել եւ այսօր այստեղ խաղաղ է։ Խոսելով միջնորդների կամ երաշխավորների մասին, դուք ասացիք մեկ այլ բան է, երբ որ մենք նպատակարար չենք համարում ունենալ խավոր հայ-ադրբեջանական հարաբերություններում, այլ բան է, թե արդյոք մեր այդ մտադրության հետ համաձայն են անցյալի, ներկայի կամ ապագայի հավանական հնարավոր խավորները։ Հա, ասենք կոնկրետ, եթե խոսում ենք Ռուսաստանի մասին, ինչ են ասում, Զախարովն ասում է Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ Խովայևն էլ սպասում է, որ հենց ասենք կա խորհրդակցություններ անցկացնի այդ հարցով։ Եվ ուշադրություն դարձրեք, Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն, չի ասում Մոսկվան պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել, ասում է Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, այսինքն այդքան հեշտ է խավորից հրաժարվելը։ Գիտեք, մի քիչ հոգեբանության հարց է, որովհետև մենք ընկալման հարց է, հա։ Ինքը չի ասում անհրաժեշտ բան է ցուցաբերում, չեն եկել ասում են մենք ցուցաբերում ենք, վերջ, այդ անհրաժեշտը ցուցաբերում, ասում են պատրաստ ենք, մենք ասում ենք շնորհակալ ենք։ Մենք որ անհրաժեշտություն ունենանք, մենք կխնդրենք, շնորհակալ կլինենք, մենք անհրաժեշտություն չենք տեսնում դրա հետ կապված։ Եթե ունենանք, սիրով շնորհակալ ենք ձեր առաջարկի համար, ինչպես ասում ենք, այլ կողմերին նույն օրինակ Եվրամիության հայտարարության պատասխան, որ շատ շնորհակալ ենք, որ պատրաստ եք աջակցություն ցուցաբերել։ Եվ չենք կարող մենք մի նախադասության մեջ եւ սուվերենությունից խոսել, եւ ինչ որ երրորդ կողմի ցանկությանը դիմագրավելու մասին խոսել։ Դրանք անհամատեղելի են։ Ցանկությունը մերն է, մեր երկրի հետ կապված։ Մեր եւ Ադրբեջանի հարաբերություններում ցանկությունը երկուստեք պետք է լինի, այլ ոչ թե ինչ որ երրորդ կողմի ցանկություններով, չգիտեմ, ազդեցության լծակներից, բանից ելներով, սրա մասին է խոսքը։ Մենք սուվերեն երկիր ենք եւ մենք կարող ենք որոշել։ Մենք ուզում ենք, որ որևէ երրորդ կողմ այսինչ ազդեցություն ունենա մեր թեկուզ երկու կողմ, հա, հարաբերությունների կարգավորման մեջ, թե չենք ուզում։ Ես բերեցի Ռուսաստանի հայտարարությունից, ինչ է ասում Միացյալ Նահանգներն, ասում է հատուկ բանագնացը նախագահի, ասում է տարբեր հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալու ժամանակ Միացյալ Նահանգները այդ միջնորդությունը տեղին կհամարի միայն այն դեպքում, եթե ազդեցություն ունի եւ հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում։ Հակառակ դեպքում ասում եմ մենք ժամանակ վատնելու ժամանակ չունենք եւ այլն։ Այս երկուսը որ իրար հետ համադրում եք տպավորություն չի ստեղծում, թե Միացյալ Նահանգներն ավելի այսպես հերու է քաշվում, Ռուսաստանը ավելի ցանկանում է խորանալ այս գործընթացի մեջ։ Ես որպես քաղաքական գործիչ պետք է հիմք ընդունեմ փաստերը։ Օրինակ, որ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուն Թրամփը ինչպիսի օրինակ հայտարարություններ էր անում եւ հետո երբ որ արդեն գործողության մեջ երբ որ մենք հայտարարեցինք որ երկուստեք համաձայնեցված տեքստ ունենք ես տեսա Միացյալ Նահանգների պաշտոնյայի զանգը եւ մեսիջները օրինակ եւ այնտեղ Միացյալ Նահանգները ասում էր որ կարճ ժամկետում կնքելու մասին էր խոսում եւ ողջունում էր ինչ որ եղել է Այսքանը կարող եմ ասել սրա մասին։ Եվ Միացյալ Նահանգներն էլ եւս մի երրորդ երկիր է, որը հայտնել է ուրեմն իր աջակցությունը եւ մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգներից։ Ինչպես գիտենք, այժմ Միացյալ Նահանգները կենտրոնացած է ռուս-ուկրաինական հակամարտության այս կարգավորմանը, խաղաղության կնքմանը եւ իր ողջ ներուժը ներդրել է եւ նաեւ որպես առաջնահերթություն հայտարարել է այս հակամարտության մասին այսպես ասած կարգավորումը եւ մենք ենթադրենք որ եթե այսպիսի բառ է օգտագործել ապա սա նշանակում է ոչինչ չենք կարող լավ վարշապետն ասաց որ էսկալացիայի հիմք եւ հիմնավորում չկա սա նշանակում է նաեւ որ հավանականություն էլ չկա ոչ էսկալացիայի հիմք բազմաթիվ անգամներ չի եղել եւ ագրեսիայի հիմք սակայն այդ ագրեսիան եղել է Ուրեմն հիմնավորում չկա
որովհետև մենք պատրաստ ենք բոլոր վիճելի հարցերի շուրջ ինստիտուցիոնալ ճանապարհով գնալու։ Ենթադրենք այս տարածքը Հայաստան է, թե Ադրբեջան է։ Մենք ասում ենք շատ լավ, մենք ունենք արդեն շատ ուրեմն լավ ձեռքբերում, սա կանոնակարգի համանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացումն է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, եւ ըստ այս տրամաբանության մենք առաջ ենք շարժվում եւ սահմանները սահմանազատում ենք, սահմանագծում ենք եւ այստեղ վեճ չկա, չէ՞։ Մենք Կիրանցի հատվածում չունենք վեճ։ Շուրջ 13 կիլոմետր, հա, սահմանազատված հատվածում մենք վեճ չունենք եւ ցանկացած տարածքի հետ կապված հիմա տրամաբանությամբ հյուսիսից հարավ մենք շարունակականությունը ապահովելով նաեւ կանոնակարգով, հա, ֆիքսված մենք ամբողջ երկայնքով պետք է ունենանք սահմանազատված հատված, ոչ թե պատերազմենք եւ ուժ կիրառենք կամ պաշտպանվենք, այլ նորմալ բանակցային նորմալ գործընթացով խոսելով, փաստերը դնելով սեղանի վրա, ունենալ հստակ սահման եւ չվիճել դրա հետ կապված եւ ցանկացած հարցի հետ կապված մենք էս ենք տեսնում եւ այսինքն չկա պատճառ, որ Ադրբեջանը, չկա այնպիսի հարց, որ Ադրբեջանը կարող է հարցակվել, դա հիմք է իր համար եւ դա ինստիտուցիոնալ ճանապարհով չի կարող լուծել, չկա նման բան։ Մենք ցանկացած ամենացավոտ հարցերի շուրջ մենք խոսում ենք եւ հայտարարում ենք եւ ինչպես տեսակ օրինակ Իրանցում մեզ մեղադրեցին, չէ՞, մեզ ասցին տարածք եք հանձնել, մեզ ասում են զիջում եք արել, տուն է մնացել Ադրբեջանի ուրեմն հիմա տիրապետության տակ, բայց մենք նաեւ հստակ հայտարարում ենք բոլոր այն հատվածներից, որտեղ Ադրբեջանն է մխրճված Հայաստանի տարածքի մեջ, կամ Հայաստանն է մխրճված Ադրբեջանի տարածքի մեջ, մենք պետք է ետ գանք մեր իրական սահմաններին, այն սահմաններին եւ այո, այն սահմաններին, որին մենք ծանոթ ենք, մենք Հայաստանի պատկերը գիտենք, չէ՞, քարտեզի, այդ պատկերը հարցային է եւ այդ քառակուսի կիլոմետրերը 29743-ը մենք այս սահմաններն իրականում այժմ չունենք հողի վրա մեր տիրապետության տակ, մեր գծով Ադրբեջանի տիրապետության Ադրբեջանի գծով եւ եթե հետագայում Ադրբեջանը հետ է քաշվում օրինակ Սև լճի հատվածից իր օկուպացված տարածքներից մեր քառակուսի կիլոմետրերը մի սանտիմետրով անգամ չեն ավելանում, որովհետև հիմա էլ է այդ հատվածը, որտեղ մխրճված է Ադրբեջանը, Հայաստան։ Պարզապես գնալ եւ ագրեսիայով վերցնել այն ինչ մերն է, մենք այդպես չենք ուզում։ Մենք գերադասում ենք քաղաքակիրթ տարբերակով սահմանազատման հնարավորությամբ իրականացնել դա, եթե Ադրբեջանը ինքնուրույն չի որոշի, որ մինչ այդ ճիշտ է հետ գնալը, իսկ այն համաձայնագրով, որը արդեն համաձայնեցված է Ադրբեջանի կողմից եւս այնտեղ դրույթներից մեկը հենց այդ սահմանները միմյանց ճանաչելն է, որով այդ տարածքները միանշանակ Հայաստան են։ Մեկ հարցել եւ ավարտենք, ինչու՞մ է ձեզ մեղադրում ընդդիմությունը եւ ինչ է առաջարկում։ Մեզ ամեն ինչում մեղադրում է, անգամ այն բաներում, որ կարելի է, որ պետք է աջակցեր, մեղադրում է, կամ պետք է մեր կողքը կանգներ եւ մեզ նման քննադատեր հակառակ կողմին, չէ, ինքը մեկ է մեղադրում է մեզ եւ սա գործելավոճ է ընդդիմության կողմից։ Եվ երբ որ ասում ես լավ, ինչ ես դու առաջարկում, ասում են հոպ, այդ մեկը չգիտենք։ Մի բան կանենք, մի բան կլինի։ Հենց մենք, հենց ու բոլոր բաները տանում են լինի իշխանափոխություն, սա գերնպատակ է։ Բայց ես անգամ կասկածում եմ, որ այդ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը ցանկանում է իշխանություն վերցնել։ Նրանք չեն ուզում այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա, որովհետև տեսնում են ինչ իրավիճակ է այժմ։ Եվ այսօր իշխանություն լինելը հեչ տենց բան չի, հեշտ չի եւ պարգև չի, ընդհակառակը։ Սա մեծ պատասխանատվություն է եւ շատ ամուր կամք է պետք ի վերջո ունենալու համար այդքան ցանկալի վերջնարդյունքը։ Իրանք իրար մեջ կռվում են
որ հասկանան, թե հիմա էլ արդեն ջրերեսը դուրս եկել ամեն ինչ, որ ավելի շատ ուրեմն մեզ ընտրել չցանկացող մեր քաղաքացիների քվեներ ստանան, իրանց երկու հիմնական բևեռներից յուրաքանչյուրը ցանկանում է ավելի շատ ձայն ստանալ եւ լինել առաջին ընդդիմադիր ուժը։ Այսինքն ավելի շատ մանդատ ունենա պարլամենտում եւ ոչ, կարծում եմ, իշխանություն։ Այս է ամբողջը։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ, կհանդիպենք։